Մեր ծրագիրն է, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը այս ընտրություններում պետք է ստանա 0 ձայն, քարոզարշավի ընթացքում բազմիցս հայտարարում էին ՔՊ առաջնորդները։ Ընդդիմության առաջին դեմքերն էլ ազդարարում էին, որ իրենց ծրագիրը ՔՊ-ին իշխանազրկելն է։ Քաղաքական դիմակայության երկու կողմերն էլ ձախողել են իրենց ազդարարած ծրագիրը։ Կամ ինչպես ձևակերպեց Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, Փաշինյանն էլ չի հաղթել, մենք էլ չենք հաղթել։ Ընտրությունները տապալված են։ Իդեպ նրան եւ խորհրդարան անցած այլ ընդդիմադիր ուժերին ոմանք կոչ են անում չվերցնել մանդատները։ Այս ընտրության դասերի եւ հետընտրական զարգացումների մասին ենք զրուցելու առավոտի RRS-ում հաղորդաշարի այսօրվա հյուրերի հետ։ Եվ այսպես, այսօր RRS-ում են Բոլորին դեմ եմ կուսակցության ցուցակի 5-րդ համար Միքայել Նահապետյանը, հիշեցնենք, որ պաշտոնական նախնական տվյալներով այս կուսակցությունը ստացել է 21477 ձայն, որը վերահաշվարկից հետո նվազեց 244-ով։ Մյուս հյուրը Միասնության թևեր կուսակցության ցուցակի 9-րդ համար Անուշ Սեթրակյանն է, այս կուսակցությունն էլ նախնական տվյալներով ստացել է 33644 ձայն, որը վերահաշվարկից հետո նվազեց 56-ով։ Ասեմ, որ մեր զրույցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մինչև հայտնի կդառնար, որ ԵՊՀ-ն որոշել է լուծարել արտասահմանյան գրականության ամբիոնը, որը ղեկավարում է Անուշ Սեթրակյանը, եւ ես չեմ կարող, չնայած մեր ազդարարված թեմային, նախ այս հարցին անդրադառնալ։ Գիտեք, պաշտոնական պատճառաբանությամբ ԵՊՀ խոսնակ ռեկտորի օգնական մամուլի խոսնակը ասել է, որ տևական ժամանակ է իրականացվում է կառուցվածքային բարեփոխումների համակարգային գործընթաց, որի շրջանակում 10-ից ավելի ամբիոններ են արդեն խոշորացվել, տեսնում եք, բացառապես այլ հարթության մեջ է դա դիտարկում, մինչդեռ դուք դա դիտարկում եք բացառապես ձեր քաղաքական գործունեության շրջանակում, նշելով, որ ճիշտ է դուք բոլոր իշխանությունների օրոք ընդդիմություն եք եղել եւ ձեզ ոչ ոք ոչինչ չի ասել, բայց հիմա ձեր յուրաքանչյուր քայլը, յուրաքանչյուր լայքը, շարժը, շունչը վերահսկվում է եւ ինձ անընդհատ սպառնում էին, ասել եք դուք, տարբեր տիպի աղբյուրներով հասկացնում էին, որ ես կարող եմ աշխատանքս ԵՊՀ-ում կորցնել։ Ուրեմն անկախ իրենց պատճառաբանությունից դուք պնդում եք, որ այս քայլը քաղաքական է։ Ես պնդում եմ, որ քայլը քաղաքական է, նախ եւ առաջ գնանք մասնագիտական ոլորտով։ Երբ որ լուծարում են արտասահմանյան գրականության ամբիոնը, այդ ամբիոնը իր պրոֆիլով ունիկալ ամբիոն է։ Այսինքն, երբ որ խոշորացնում են ինչ որ արևմտյան եւ արևելյան, չգիտեմ, այնտեղ բաների, այդ ձևով դե խոշորացնեն, ասենք անգլերենի ամբիոնները, որտեղ մենք ունենք անգլերենի թիվ 1 ամբիոն, մենք ունենք անգլերենի թիվ 2 ամբիոն, եւ դա շատ այսպես հասկանալի եւ ըմբռնելի խոշորացում է, բայց քանի որ այդ ամբիոնների ժավերը ավելի շատ են եւ աշխատողները ավելի շատ են, ու ես կարծում եմ, որ այդ խոշորացումը կամ պիտի լինի համակարգային, բոլորին ասեն, սա ինստիտուտ է եւ բոլորը մտնում են այդ ինստիտուտի մեջ, ոչ թե ափալ-թափալ, առանց զգուշացնելու, առանց ծանուցելու, կայծակնային արագությամբ ընտրություններից հետո գիտ խորհուրդ բանան են հավաքել։ Ավելի վաղ էր սկսել այդ գործընթացը։ Գործընթացը սկսվել էր անուղղակիորեն ակնարկների միջոցով, որ պետք է ամբիոնը լուծարենք, որ նու պատրվակը նաև էր, որ ամբիոնի վարիչը իրան լավ չի պահում, բայց նաև որ ամբիոնը ժամեր չունի, բայց ամբիոնի ժամերը ավելացնելու բոլոր փորձերը մտնում էին փակուղի, այսինքն բակալավրատի ծրագիր բացել, մտնում ենք փակուղի, լրացուցիչ ինչ-որ կապեր հաստատել ուրիշ ֆակուլտետների հետ, լրացուցիչ ծրագրեր ունենալ, մտնում էր փակուղի, որովհետև դրա համար պետք էր վերևից դաբրո, իսկ այդ վերևից դաբրոն չկար, եւ այս առումով այն ամբիոնը, որը ասում եմ ունիկալ է եւ իր կադրային միավորումով, եւ իր պատմությամբ, եւ առաջին ամբիոնը հիմա դա վաղուց ծրագրված տակտիկա էր, որ քայլ առ քայլ գործնականորեն եւ տեսականորեն հանգուցալուծվել։ Շատ լավ, քանի որ Անուշին մի այսպես ասած կիսա անձնական հարց տվեցի, ձեզ էլ պիտի տամ, Հայազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը բացատրելով թե իրենց պարտության պատճառները, ասել էր, որ մենք հանդես են գալիս կամ ծրագրային ելույթներով կամ ճշմարտությունն ենք ասում, բայց գուցե ժողովրդին այլ բան է պետք, օրինակ շոուներ, բեմականացումներ եւ այլն, սակայն մենք չենք կարողանում դա ապահովել, մենք գնում ենք ծրագրերի ետևից։ Բայց այդ դեպքում բոլորին դեմ է, ինչի չանցավ, որովհետև հենց հատկապես շոուները ձեր շարունակվում էին ողջ քարոզարշավի ընթացքում։ Իդեպ շնորհակալություն ստեղծարարության համար, ձեզ հետաքրքիր էր լուսաբանելը։ Շնորհակալություն գնահատականի համար, մինչև իմ թեմային անդրադառնալը, զորակցությունս Տիկին Սեդրակյանին, ամեն ինչ կարելի է փաթաթել վարչական խոճոճ միջանցքների ծանր փաստաթղթային փաթեթների արանքում, բայց
փաստը եղել է, կա եւ մնալու է, որ պետական համալսարանը ինչպես կար քաղաքական եւ դրա բյուրոկրատիան ինչպես օգտագործվում էր քաղաքական նպատակահարմարության համար, այնպես էլ հիմա եւ ես լինելով հենց այդ բեկումնային ժամանակի ուսանողական շրջանն ապրած մարդկանցից մեկը, այսինքն որ մի համակարգից մյուսին անցումն ապահովելու ժամանակակիցը պիտի լիներ, դա համարում մեր խոշոր պարտությունը մենք ինչպես չունեինք համալսարան, այդպես էլ շարունակում ենք չունենալ համալսարան իր բարի դասական ակադեմիական իմաստով եւ կարծում եմ սա թեմա է, որի մասին պետքա մտածվի այդ թվում նաեւ քաղաքական ու ոչ քաղաքական հարթության մեջ։ Ինչ վերաբերում է մեր չանցնելու պատճառներին, քաղաքականությունը այնուամենայնիվ ու համակարգը ունի իր օրենքներն ու տրամաբանությունը։ Մենք աշխատում ենք բլիցկրիգի տրամաբանությամբ, այսինքն գալ արագ շոկային թերապիայի միջոցով, գրավել ուշադրություն, տեղ հասցնել ասելիքը, հավաքել դրա քաղաքական արդյունքը ու կապիտալիզացնել այդ քաղաքական արդյունքը որպես համակարգի փոփոխություն։ Մի կողմից ժամանակը չերիքեց, բայց մյուս կողմից կա այն խնդիրը, որ իսկ եթե ժամանակը 3 անգամ ավելի երկար լիներ մեր համար, մենք այդ նույն բանը 3 անգամ ավելի երկար անենք, դա էլ արդեն սովորական պիտի դառնար մարդկանց համար, այդքան շոկային չէ։ Որ կարող էիք դա կիրառել իրականացնել։ Կա բան, մեր առաջի թե երկրորդ ակցիայի կոմենտներում այնքան իդեա էր գրված, կեսը նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել, հայոց լեզուն ճկուն է եւ բարբարոս հազարագանձ է։ Ամեն դեպքում կա այն ինչ կա, ես դրական բաների վրա կուզենամ շեշտը դնեմ, դրական բաներից մեկը նա է, որ առաջի անգամա որ ընտրությունների արդյունքում ես ինձ որպես Նիկոլ Փաշինյանին չսիրող մարդ մենակ չեմ զգում։ Այսինքն միշտ ընտրությունների արդյունքը եղել է, որ ես նստել եմ այդպես մի շաբաթ 10 օր տանով, ասել եմ լավ, օքեյ։ Ներողություն, բայց 700,000-ից ավել մարդ իրեն ձեն է տվել, դա էական չի, ես պնդում եմ, որ ես մենակ չեմ ու դրա պատճառը հետևյալն է, որտեղ ես տեսել եմ այդ 700,000-ը ոնց է ձևավորվել, ինքը ստացել է տոկոսային արտահայտությամբ էլ, բացարձակ արտահայտությամբ էլ, մոտավորապես այնքան ձեն, ինչքան ստացել էր Սերժ Սարգսյանը 2017 թվականի ընտրություններին։ Սերժ Սարգսյանը հիմա փորձում են ասել, որ դա կաշառքով էր, դրա համար էր այդքան ձեն ստացել 2017 թվականին, ես պնդում եմ, որ կաշառքը կլանը ամրապնդող ծիսակարգային գործիք էր, 5,000 դրամը բաժանվում էր որպես ծիսակարգ, իսկ իրականում կլանային համակարգը, որը ձևավորված էր, լրիվ ուրիշ շահեր, շարժառիթներ ու տրամաբանություն ուներ եւ հիմա եւս ձևավորվել է կլանային համակարգ, որը նույն շահերով, նույն շարժառիթներով, նույն մեթոդներով, մի այլ հարցադրություն էլ այս օրինակը բերել, ասած 2017-ին այսքան ձայն ստացավ, իսկ թե ինչ եղավ 1 տարի հետո, շատ հուզիչ էր, ճիշտ եմ, չէ՞, մեծ բերում։ Տեսեք, զուգահեռ այնուամենայնիվ կարող է թվալ, որ այնքան էլ կաղում է, այսպես ասած, որովհետև Փաշինյանը բազմիցս այդ թվում նաև այս ընտրությունների ընթացքում ասում էր ձեռքներս կկտրեմ Հայաստանի քաղաքացու մի քվեաթերթիկի անգամ չեմ կպնի։ Ընտրությունների կեղծում հենց վերջին իր հարցազրույցում էլ, հա, հենց լռության օրվա նախօրեին ասաց, որ ընտրությունների արդյունքների կեղծում չի կարող լինել, դա բացառված բան է, եւ ըստ այդմ հետընտրական գործընթացներն էլ են բացառված ըստ այդմ, հա։ Հիմա այս իր ձեռքերը կտրելու վերաբերյալ այս իր հավաստիացումները դες համար որքանով են հավատացում։ Ես իհարկե կարող եմ համապատասխանել ԿՊԵ-ական ջատագով տիկնացից մեկից ստացած մեսիջը, որը ես ստացա անոնիմ, հետո այդ տիկինը բլոկվեց, ինքնաբլոկվեց, ինձ էլ բլոկեց, չգիտեմ, որ գրեց սենց էլ որ շարունակես, ոչ միայն ամբիոնդ կկորցնես, այլև կյանքդ։ Ուրեմն տիկին շարունակում եմ։ Նիկոլ Փաշինյանը մինչև այս պահը չի ասել որևէ քաղաքական հայց, պնդում կամ արտահայտություն, որի ուղիղ հակառակը ինքը չի ասել որոշ ժամանակ անց, լինի դա Արցախ, լինի դա ընտրություններ, լինի դա Հայաստանի կողմնորոշում, լինի դա արտաքին կողմնորոշում, որը սուտ դուրս եկած չլինի։ Այսինքն ինքը ասում է եւ նա եւ դուրս է գալիս սուտ, հետո ասում է հակառակը դուրս է գալիս սուտ, այսինքն նա իր ոչ մի խոստում,
ոչ մի համակարգային կամ ոչ համակարգային պնդում չի իրականացրել, բացի ինձ թվում է մեկից, որը շուտով կիրականացնի, որ հիմա ասում է, որ բոլորին փռելու եմ, եւ իսկապես նա բոլորին փռելու է, գիտեք ինչի։ Այստեղ այո, հա, ես այստեղ հոգեբանական կռվան եմ տեսնում, իդեպ ասեմ ձեզ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը շատ ընտիր միջմեկերության տեսանկյունից անտրոպոլոգիական, այսպես արքետիպային բաներ, վիշապի հետ ասոցիացիան, եւ հենց այդ ասոցիացիաներն են շատ զորեղ, երևում է, որ մասնագետ է աշխատել, բայց նայեք, այդ հոգեբանական խնդիրը որն է, գիտեք հիմա իրենց ամենամեծ դարդուցավը որն է, որովհետեւ իրենք եկել էին չսիրությունից, բարձրացան սիրո գագաթին, վայելեցին այդ սերը եւ իրենց թվում էր, որ դա շարունակական է։ Հիմա իրանք հասկանում են, որ իրենք Սերժ Սարգսյանի հոգեբանական իրավիճակում են, այսինքն չսիրված են։ Ճիշտ է, այդտեղ մի նյուանս կա, որ չեմ ուզում ձգել, բայց պետք է կաստեղը, եթե պետք լինի, կավելացնեմ։ Դա այն է, որ մենք հիմա շատ ավելի թույլ ենք, քան հասարակությունը Սերժ Սարգսյանի օրոք կբացատրեմ թե ինչ։ Իրենց այլ բան է ոչ թե թվում, այլ վստահ են։ Ասում են, որ սկսվել է ընտրությունների ապալեգիտիմացման process եւ իրենց համար դա կանխատեսելի էր, որ պետք է անմիջապես սկսվեր քվեարկության ավարտից հետո եւ որ սա, այսպես ասած, այդ հիբրիդային, հա, խառնածին պատերազմների, բաների շրջանակավորում են, ասում իրենց պնդումն է, մենք ոչ մի թվանկարչությամբ չենք զբաղվել եւ բոլոր այդ արտահայտությունները ոչ մի հիմք չունեն, որովհետեւ միջազգային բազմաթիվ դիտորդներ են եղել Հայաստանում, իրենց կարծիքը այլ է։ Տեսեք, ընտրությունների արդյունքները նկարված չեն։ Սա հստակ է։ Մենք կարանք ընկնենք անլուրջ խոսակցությունների հետևից, այնտեղ տեստեղ ամասում, բա ինչի են այս 42 քվեն ստեղ գրել, այնտեղ գրել, դա ծանրակշիռ խոսակցություն չի, ու եթե մենք գնում ենք այն դաշտում ԿՊ-ին բռնացնելու վրա, որտեղ իր փաստարկները համեմատական ուժեղ են, մենք վերջում պարտված ենք դուրս գալի։ Ընտրությունների արդյունքները նկարված չեն եղել նաև 2017 թվականին։ Հարցը կատունեք են ինչ որ տեղի ունեցել տեղամասեր, ոչ թե տեղամասից հետոն էլ ես Վահագն Հովակիմյանի կազմակերպչական որակներին դեռ 2017 թվականից եմ ծանոթ։ Սենց ասեմ, լավ ենք բրծել այս հետևանքների առումով ինչ որ տեղի ունեցել։ Դուք միակը չեք, տեսնում եք, որ իրանից դիտորդ Դանիել Յոնիսյանն էլ է դժգոհում, ասում է, ինչի էր ասում, որ պետք է ուժը Հայաստանի համը չտաս։ Իմ խնդիրը քվեարկության օրը եւ քվեարկության օրվանից հետոյի հետ չի։ Խնդիրը հետեւյալն է, Հայաստանում ինչպես 2017-ին էր, այնպես էլ հիմա ձևավորված է հստակ ռեպրեսիվ կլանային համակարգ, որը մաֆիոզ շահերով իրար հետ փոխկապակցված, համակարգված արտադրական հոսքագծի վերածելով, մարդկանցից կորզում է իրանց ձայները, տանում ընտրատեղամասեր։ Դա գիտեմ ես, դա գիտի ընդդիմությունը, դա գիտի իշխանությունը։ Դրա համար իրանց մամուլի ասուլիսին մարդիկ ինչ որ բան 7-40 մեկտեղելու դեմքի արտահայտությամբ էին կանգնած։ Լուրջ փաստարկ է դա։ Դեմքի արտահայտություն հոգնածությունից էլ կարող է լինել։ Դա կարող իհարկե հոգնածությունից լինել, ես չեմ ասում, այ դրանից է բխում։ Ես ասում եմ, այդ մարդը հստակ գիտի, թե իր 720,000 ձենի կառուցվածքը որն է եւ հետեւաբար իր իրական լեգիտիմությունը ինչքան է։ Այդտեղից էլ գալիս է իր այս հիստերիաները եւ ռեպրեսիվ ուղի բռնելու հայտարարությունները։ Այդ մարդը առաջի անգամ կյանքում տեսել է, որ վայ քորա, բավոր մյուսին չկարողանամ այսքանն անեմ։ Ակնարկը հստակ է, որ դա արավել է վարչական ռեսուրսի չարաշահման, բայց ինքն ասում է, ես ատում եմ վարչական ռեսուրսը։ Իր նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանն ասում է, մենք կենտրոնական շտաբից վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ կես բառ անգամ հանրարարական չի եղել։ Ինչ պիտի ունեք սրան հակադրելու, պնդելով, որ ընտրությունների արդյունքի վրա ազդելու տարբեր մեխանիզմներ կան։ Առաջինը դա այսպես կոչված ծածուկ կաշառքն է։ Պաշտոնների խոստում, աշխատատեղերի տեղավորում, այն բաները, որ հնարավոր չի գնալ դրա հետևից։ Դու չես կարող, եթե դու փողի հետևից առարկայական կարող ես գնալ, վարչական կաշառքի ռեսուրսը գրեթե անքննելի է, բաները ասում են untraceable, դու իր հետևից չես կարող գնալ, դա մեկ, այո, հետագիծը հնարավոր չի պահել։ Կա երկրորդ բան, այն ինչ որ կոչվում է բոլոր ոչ դեմոկրատական, իսկ մենք ոչ դեմոկրատական ընտրություններ ենք ունեցել, ոչ ժողովրդավարական։ Դա բան է intimidation, ահաբեկում, այսինքն տարբեր տիպի ահաբեկումներ, այսինքն եթե մարդը ես չեմ ահաբեկվել,
հա, լիքը մարդ կա, որ ահաբեկվել է, լիքը մարդու ասել են ձայնդ կտրի, տեղդ նստի, հանկարծ չփորձես աշխատել ընդդիմության համար, կոնկրետ միասնության թևերում, քանի մարդու ասել են աշխատանքդ կկորցնես, եթե համագործակցես, դա երկու։ Եվ երրորդը կա ուրիշ ռեսուրս, կա ռեսուրս առ այն, ինչ որ կոչվում է իմ համար ամենացավալի բանն է, արտաքին վեկտորի շահարկումը։ Թող Միքայելը ինձ հուշի։ 2018 թվից եւ դրանից առաջ ընկած ժամանակաշրջաններում այդ երբեր ԿՊ-ն արևմտյան հայացքների կրող։ Դեռ ավելի, նախքան Արցախյան պատերազմը, երբ որ ես փորձում էի սեմինարներում խոսել ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անհրաժեշտության մասին, ինձ ձեռ են առնում։ Ես կարող անուն ասեմ, ովքեր են ինձ ձեռ առնում, նույն են բանը Արմենը, եւ Արայիկա Հարությունյանն ինձ ասում են, ես բան եմ, արևմտյան երազող եմ։ Հիմա կատարվում է իմ համար, կոնկրետ որպես համոզված արևմտամետի, ամենազազրելի բանը։ Նիկոլ Փաշինյանը իրեն ասոցիացրել է հատուկ բռնի սարկված նարատիվով արևմտյան արժեքների հետ եւ վաճառում է դա, բայց գիտեք ինչպես է վաճառում։ Հերիք չի որ ապակողներոշված, դե ապակողներոշված մի քիչ բան է, Եվրոպային եւ Ամերիկային դա ձեռնտու է հիմա, օգտագործում են Հայաստանը։ Բայց մնացած մասը, մնացած մարդիկ, ովքեր գնահատում էին արևմտյան արժեքները, վարկանիշը բարձր էր, հիմա ասում են, չի կա արևմտյան արժեքները, այս չի այս դիկտատուրան, այս խայտարակությունը։ Մի քիչ առաջ անցավ եմ բանին, որի մասին խոսում ենք, միայն ինքը չի այդպես ներկայացնում։ Միջազգային մամուլը այնուամենայնիվ այս ընտրությունները ներկայացնում է հենց որպես եվրոպամետ եւ ռուսամետ ուժերի պայքար։ Պատկերը իրոք նման սև սպիտակ է։ Ես տես չեմ տենում։ Բայց այդպես են դրել, Միքայել ջան, այդպես են իրենք ձևակերպել, այդ նարատիվները գցել են լայն օգտագործման։ Դա ռոպագանդան է, փաստը այլ բանի մասին է հուշում։ Այդ մարդիկ լիբերալ Թալիբան են, ոչ մի կապ չունեն իրենք արևմուտքի, արևմտյան արժե համակարգի հետ։ Միանշանակ։ Ավելին դե ֆակտո գետնի վրա էլ ես պնդում եմ, որ Մոսկվայի տեխնացունես ընտրություններում Եվս եղել է Նիկոլ Փաշինյանը, Մոսկվան ինչով կարացել օգնել է, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Ինքնուրույն մինչև ծննդյան օրը իր բանը տնտեսական սահմանափակումներ էին իրականացնում։ Եվ շատ դրանք շարունակվում են։ Էլի մի անգամ։ Սա այլ առիթով եմ ասել, հիմա էլ եմ ասում։ Երբ որ դու ուզում ես, որ որևէ ժողովուրդ հետևություն անի բացական հետևանքների վրա, դու այդ բացական հետևանքները ստեղծում ես դեկտեմբերին, որ հունիսին մարդկանց գրպանին դա կպած լինի։ Երբ որ դու դա անում ես ընտրություններից մի շաբաթ առաջ, դեռ ուրա հայրենասիրական փրփուրի ալիքն է գնում, ու այդ մարդիկ ասում են՝ «Արա Մոսկվայի դեմ դուս եկանք, ապա գաղութացանք, ու ոչ մի վատ հետևանք չեղավ մեր այդ, գնանք դրանց սաղի ատամները ջարդենք»։ Դա գիտի Մոսկվան, դա գիտի Նիկոլ Փաշինյանը, դա գիտեն բոլորը, որ դա տենց է աշխատելու։ Ցանկացած արտաքին քաղաքական դիմակայություն առաջի 30-40 օրը պոպուլյար է, հայրենասիրական է, մոբիլիզացիոն է։ Ուկրաինան օրինակ։ Հիմա ես կարող աշկերս փագեմ, ասեմ, չէ, չեմ տենում այդ ամեն ինչը։ Ես կարող աշկերս փագեմ, ասեմ, ռուսները չգիտեն իրանց ռեյտինգը Հայաստանում ինչքան է, ու երբ որ հոխորտում են դա ինչ հետևանք ունենալու։ Ես կարող աշկերս փագեմ ու չտամեն հարցը, որտեղից ազգային անվտանգության ծառայությանը համակարգված ցուցակներ, թե ովքեր են Ռուսաստանից գալու Հայաստան եւ ով որ գործարարի միջոցով է կազմակերպվել։ Այդ մենք տենց 1.5 տարում հրաշալի արտաքին հետախուզություն ենք կայացրել, որ Ռուսաստանում բան համակարգված տեղեկություններ կարող հավաքի, բան չի հասկանում կամուրջի վրա ոնց եղան կայծակները պայթեցին, անհասկանալի։ Բայց դրսից եկածների բանը մի կողմ, հես հիմա էլի կվերադառնանք արտաքին, բայց մինչև այդ էլի ուզում եմ ընտրախախտումների հետ կապված մի հարց ուղղել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ես գիտեմ մի բան, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100% օրգանիկ քվե, մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե։ Այդ ուժերից մեկը երկուսը այստեղ են։ Բանը, որ ասում եմ, մի քիչ էլ այդ ընտրակաշառքից մենք մեզ տայինք, չէ՞, այդ ամենակարևոր բանն է, չէ՞։ Այդ էլի գալիս է մի հոգեբանական նախարմատի։ Նրանք չեն ուզում ընդունել, որ Հայաստանում կան մարդիկ, եւ այդ մարդիկ շատ են, որոնք նրանց անկեղծ չեն սիրում,
չեն ընդունում, դեմ են ընկնում եւ այդ մարդիկ ոչ ռուսամետ են, այդ մարդիկ ոչ կաշառված են, այդ մարդիկ ոչ անգրագետ են, ասենք ոմանց նման կամ կիսագրագետ, այդ բոլոր մարդկանց գոյությունը նրանց բկին ոսկոր է եւ ֆիզիկապես, եւ հոգեբանորեն, եւ նրանք ամեն ինչ անում են, որպեսզի տեղադրեն այն նարատիվը, որ սա բոլորը կաշառված ձայներ են, կաշառքով ձեռք բերված ձայներ, որովհետեւ այն միտքը, որ դրանք օտենտիկ, հա, ես ոչ թե օրգանիկ, այլ օտենտիկ, այսինքն դա այդ բառը օրգանիկն ալբանյան նահարակի արագը չէր։ Օրգանիկը երախիվ չէ, քիմիան է լինում օրգանական բանը, բայց օրգանիկ չէ, այլ օտենտիկ բան, իսկական քվեն, նրանք չեն ուզում ընդունել, դա իրենց համար իրական պարտություն է։ Եվ բայց ապրեն, որովհետև մինչ բոլորին դեմը գնում է շոուների հետևից, մենք գնում ենք ծրագրերի հետևից, իսկապես իրենք գնում էին PR պրոպագանդայի թիրախային կետերի հետևից եւ միայն այդտեղ են աշխատում զուտ գեբելսյան մեթոդով, դա գեբելսյան մեթոդն է, ընդ որում ես տեսնում եմ ամեն անգամ ոնց են նախապատրաստում հաջորդ հարվածը։ Ես տեսնում եմ այդ ցուցակը մարդկանց, ովքեր այդ հարվածին մեջ ներգրավված են եւ դա բացահայտ է։ Իդեպ որ ասացիք այդպիսի մի լավ բան ենք հետախուզական ծառայություն ենք բանարել, այսինքն հրապարակված գաղտնալսումների քանակից չունեք այդ տպավորությունը, որ կարծես թե ընդդիմադիր բոլոր ուժերի, գոնե առաջատարների համընդհանուր գաղտնալսումներ են իրականացվել, բոլորին լսենք, տեսնենք ինչ-որ մի բան դուրս կգա սկզբունքով եւ ահագին բանը դուրս եկավ։ Ինչ էին ասում 700 ձերբակալված, հա։ Տեսեք, գաղտնալսում անելու համար նորմալ հետախուզություն պետք չի ունենալ, դա ասենք տեխնոլոգիա է պետք։ Պոլիտեխնիկի 4-րդ կուրսի ուսանողներ հավաքես օրենքով իրանց այդ հնարավորությունը տաս կազմակերպեն, դրա համար պետք չի նորմալ հետախուզություն ունենալ։ Իմանում ես շտաբերում մոտավորապես ովքեր են աշխատում, ինչ օպերները միշտ գիտեն, այդ մարդկանց հեռախոսի համարները դնում ես գաղտնալսման տակ, հարցը լուծվում է։ Իմ հարցը այլ բանի մասին է։ Ռուսաստանից համակարգված տվյալների բազա է գալի Հայաստանի իրավապահներին։ Մարդիկ այրոպորտում գիտեն ում սպասեն։ Գիտեն ոնց ով է գալու, ով ում աշխատողն է։ Այդ տվյալները որտեղից։ Մենք ագենտուրա ունենք Ռուսաստանում։ Ես ասեմ, էլի, Միքայելը խոսեց մի բազայի մասին, որ գալիս է, իսկ ես ասեմ այն բազայի մասին, որ չի գալիս։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի վրա լայնածավալ եւ նախահեղափոխական եւ հետհեղափոխական կոմպրոմատները, որ Ռուսաստանը կարող է շռայլորեն տրամադրել, որտեղ է։ Որտեղ է։ Ինչ վերաբերում է այդ կաշառքով օրգանիկ բան, որ մյուս ուժերը 100% կաշառքով են քվեներ ստացել, ես մի բանով եմ ուզում իրան արձագանքեմ իր այս հայտարարությամբ։ Մենք խոսում ենք մի մարդու մասին, ով որ ասել է, եթե քաղաքացիական պայմանագիրը չստանա սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին լինելու է աղետաբեր պատերազմ։ Այդ մարդու լրջությունը, այս երկրի ամենակարևոր հարցերից մեկը իր համար 200 դրամանոց բան է, կոպեկ է, որ սենց ինչ-որ խառը կարա, ասենք փողոցային երաժիշտին նվեր տա, կարա պարկովշիկին տա, կարա կոֆեի ապարատից կոֆե առնի։ Ինքը տենց մարդ է, ինքը բարերի եւ դրանց պատասխանատվության համար որևէ ամոթի զգացում չունի։ Ու իմաստել չկա այդ խոսակցության մեջ մտնելու, ես ասում եմ, այս բոլորը հետևանքներ են նրա, որ այդ մարդը առաջի անգամ տեսել է, որ ինքը էլ բան, մեր սրտի վարչապետ տիտղոսի չի կարող հոգեբանական եւ իրենց բոլորը, այդ թեմքերը, որ լուրջ փաստարկ չի ընտրության կեղծման, բայց լուրջ փաստարկ է իրենց ներքին հիասթափության եւ հուսահատության։ Որտեւ իրենք սիրում են, սիրված լինել։ Դա իրենց սիրած բանն է։ Դուրս գալ անդադ 2018-ին սիրելի։ Չէ, օրենք Սերժ Սարգսյանի համար դա սկզբունքային չէ։ Ոչ թե Ռոբերտ Քոչարյանի համար։ Կարևոր ասում եմ սերը ես եմ այո, իրենց համար դա սկզբունքային է եւ դա հիմա չկա։ Բայց հետաքրքիր օրինակ ինչ եք դուք զգում, երբ որ լսում եք Ռուսաստանի արտգործ նախարարության խոսնակը, որը դե Ռուսաստանում ժողովրդավարության մասին խոսելը թողնեմ առանց մեկնաբանության, բայց հիմա ինքը հայտարարություն է անում, որ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ ընտրարշավի ողջ ընթացքը եւ քվեարկության գործընթացը ընթացել են Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմադիր կուսակցությունների եւ շարժումների, նրանց ակտիվիստների եւ կողմնակիցների նկատմամբ կոշտ ճնշումների պայմաններում։ Սա Երևանի կողմից արդար ընտրություն
ընտրությունները անցկացնելու ժողովրդավարական սկզբունքների եւ ընթացակարգերի կոպիտ խախտում է եւ նաեւ նշում եմ, որ նրանք կենտրոնացել էին այն քաղաքական ուժերի վրա, որոնք պաշտպանում են Ռուսաստանի հետ միության ամրապնդումը, մասնակցությունը եվրասիական ինտեգրացիային եւ այլն։ Ռուսաստանի այս դիրքորոշումը դուք պնդում եք, որ Ռուսաստանի կողմից էլ է պաշտպանվել եւ այսպիսի հայտարարությունները։ Նվեր Նիկոլ Փաշինյանի։ Այսա Մոսկվայի հետ հաջորդ 5 տարիների հետ կապված կնստեն մանրամասն կխոսան ինչ սահմաններում են գործելու, համ կշնորհավորեն, համ կայցելեն, ամեն ինչ իր հունով խելոք գնալու է։ Մոսկվայի գործողությունների հանդեպ առհասարակ զզվանք եմ զգում այս հատկապես վերջին 6 ամսվա ընթացքում, զզվանք եմ զգում ընտրակաշառք բաժանողների հանդեպ եւ զզվանք եմ զգում ընտրությունները այլ մեթոդներով կեղծողների հանդեպ։ Այդ բոլորին միած sense ամբողջական ասորցի սեթով զզվում եմ ես իրանցից։ Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հետ ինչի չմիացակ, կներեք շատ սիրուն։ Ոնց եմ ես ձեզանից զզվում։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի կտորին, ձեզ փաստեր ասեմ, կարաք ստուգեք, էլի։ Երևանի քաղաքապետարանից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հոդվածներով ձերբակալված անձանց անունները կարաք վերցնեք, նայեք այդ մարդկանց խափանման միջոցները ինչպիսին են հիմա եւ երբ են փոխվել դարել ստորագրություն չհեռանալու մասին։ Ու կարաք նայեք այդ մարդիկ, ասենք, որ թաղամասերից են, ինչով են զբաղվում։ Տասովշիկները։ Ես դրան որպես առանձին մասնագետ, այո, ընտրական հաջողության մասնագետներ են։ Դուք Տիգրան Նավինյանին երբ որ ասում են, որ դուք եք կաշառք օգտագործել մասնավորապես կենսաթոշակները, որ հայտարարված չէր 10,000-ով բարձրացնելը եւս ընտրակաշառք էր, ասել է. Ես չեմ բացառում, որ մեր ընդդիմությունը իրավունք ունի ապուշ լինելու եւ կառավարության փաստի պարտականությունների համար դիտարկել դա որպես ընտրակաշառք։ Ասա ով իրավունք ունի ապուշնելու բնածին հատկություն ունի։ Հիմա տարբերվում է, էլի ով ոնց է։ Առոգանտությունը ոչինչ չի փոխելու։ Երկրորդը նայեք, օրինակ Հայաստանի էլեկտրական ցանցերում ոնց են սոցիոլոգներին էներգետիկ նշանակում, հաշվապահներին բան, շինաշխատանքների համակարգող, նայեք ում որտեղ են նշանակում, ինչ աշխարհագրությամբ են նշանակում, նույնը բարձրավոր էլեկտրական ցանցերում, նայեք ոնց են մասսայական կոնկրետ բյուջետային հիմնարկների աշխատողներին, ասենք այս 60 հոգին, չգիտեմ, պայմանական բան է, գյուղատնտեսության վարչությունն է մարզպետարանի։ Իրանց գերանցել են այս 60 հոգանոց գյուղում, որ հստակ երևա, որ այդ գյուղում բան գոնե ձեր վարչությունը պետք է ԿՊԿ վարկածելներ։ Այս մյուսը կոմունալ հիմնարկն է, այն մյուս փոքր գյուղում են գրանցում։ Նայեք ինչքան տեղաշարժ են արել ընտրողների ցուցակների։ Ու երևա վարչական ռեսուրսի վերջը կիրառվել է, թե չի կիրառվել։ Ես ավելացնեմ վարչական ռեսուրս, էլի, այն որ չի արվել։ Այն որ չեն թույլ տվել, որ դեսպանատներում քվեարկություն գնա։ Այսինքն գիտեմ, որ դեսպանատների ժողովուրդը քիչ թե շատ անկախ է, քիչ թե շատ դասավորված է, օրինակ 1000 մարդ գիտեմ, որ հնարավորություն չուներ գալու, բայց միանշանակ հակաիշխանական էին։ Եվ նրանց էլ հնարավորություն չտրվեց քվեարկելու, կամ թող պրոիշխանական լինեին, թող քվեարկեին։ Շատ լավ եկեք հասկանանք այս փաստերի հետ ինչ են կանում։ Իրավական ճանապարհը բնականաբար սահմանադրական դատարան մասնավորապես դիմելն է, բայց այս կապակցությամբ բազմաթիվ հարցադրումներ են արդեն հնչում, թե արդյոք վստահում եք այդ դատարանի տարիներ շարունակ ընդդիմությունը ինքը պնդել է, որ սա սահմանադրական դատարանը ձևավորել է քաղաքական միջամտությունների եւ վիճահարույց գործընթացների հետևանքով, հիմա ասենք թե որոշումը կայացրեց, արդյոք ընդունելու են այդ որոշումը, չեն ընդունելու, մի քիչ առաջ անցնենք։ Ես չգիտեմ, ընդդիմության խորհրդարան անցած ընդդիմության ներկայացուցիչները պետք է ասեն ինչ են պատրաստում անել, ինչ չեն պատրաստում անել։ Առնվազն երկուսը ասել են, որ դիմելու են։ Ես մի բան գիտեմ, որ ես չեմ պատրաստվում մասնակցել որևէ process-ի, որի մասնակիցների մի մեծ մասը պլան B ունի, իսկ ինչ եթե սա չի հաջողվում։ Ինչի՞։ Որովհետև այդ տարբերակը որ դե եկեք փորձենք վիճարկենք ընտրությունների արդյունքները, փողոց, մողոց, բաներ անենք, բայց եթե չստացվի մենք գնանք պատգամավոր աշխատենք, ես այդ թեմայի մեջ չկամ, չեմ ուզում լինել։ Խոսենք մանդատները վերցնելու, բայց հիմա այդ այլ բան է, եթե խոսակցությունը նրա մասին է, որ այդ մարդիկ մանդատները չեն պատրաստվում վերցնել, այդ արդեն ուրիշ խոսակցություն է, բայց
պահ կգա կխոսենք այդ խոսակցության մասին։ Առհասարակ ես չեմ կարծում, թե այս եղած սահմանադրի իրավական շրջանակներում հիմա արդեն իսկ տեղի ունեցածի հարցը լուծելի է։ Մեզ պետք է պատրաստվել գալիք process-ներին ու պատրաստել, համակարգել, մոբիլիզացնել հանրությանը։ Ես ասում եմ, ընտրությունների հաջորդ առավոտը իմ կյանքի լավագույն առավոտներից մեկն ա եղել, ես առհասարակ տխուր չեմ եղել, որովհետև առաջի անգամ է, որ ես չեմ արթնացել մի միջավայրում, որ ժողովուրդը այլ բան ա ուզում, ես ուրիշ։ Ես տեսել եմ, որ շատ եթե նույնիսկ նույնական չեն իմ ու հանրության մեծ մասի պատկերացումները, գոնե Նիկոլ Փաշինյանի պատկերացումների պես էլ չեն։ Իդեպ մանդատներ վերցնելու այս թեման կա այսպիսի վերլուծություն, որ դրանք հատկապես այն ուժերն են շահարկում կամ դրեր շրջանառության մեջ, որոնք, այսպես ասած, պատրաստվում են ընդդիմադիր դաշտի առաջատար դիրքերի պայքարին, նպատակ ունեն թիրախի տակ դնել այսօր ընդդիմադիր դաշտում եղած առաջատար ուժերին, հավակնելով իրենց մղել հետին պլան, փոխել նրանց նկատմամբ վստահությունը, նվազեցնել կամ սեփական պրոակտիվ, չի կարելի ասել, չէ՞, որ ընդդիմությունը վատ է աշխատել խորհրդարանում։ Էլ փայլուն ճառեր են ասել, հա։ Հանցնող 5 տարին ես ասածս ի՞նչ է։ Եվ ճառեր են եղել, եւ ինչ որ օրենսդրական ակտեր են եղել, եւ գորգորոսներ են եղել, եւ քաշքշուկներ են եղել։ Օգուտն ինչ է, այսինքն մենք գիտենք, որ ընդդիմությունը մարդկային մակարդակով, անձնական մակարդակով կարող է մեկը չանի, երկուսը չանի, երրորդը շատ լավ բանի մեջ է մտնում, կոոպերացիայի մեջ է մտնում իշխանությունների հետ, միասին գնում, ես ազգային ժողովում եղել եմ։ Ես տեսել եմ ոնց հարմատական ընդդիմությունը գնում բանը արտասահման ոյաժների համատեղ միջազգային դա իրենց աշխատանքի մի մասն է։ Դա իրենց աշխատանքի մի մասն է, բայց այդ աշխատանքի մի մասը միշտ բերում է նրան, որ լինում է ընդդիմություն իշխանություն սերտաճում, լինում է բիզնես համատեղ պլաններ, որոնք հիմա էլ կան, թող ինձ որևէ մեկը չասի, որ փողը հիմա ընդհանուր չի կիսվում ԿՊ-ական շատ պաշտոնյաների եւ ընդդիմադիր կուսակցությունների շատ ներկայացուցիչների հետ, որովհետեւ թող չխոսեմ, ես դրա մասին հիանալի գիտեմ։ Քաղաքական process-ը լեգիտիմությունից դուրս թողնելու միակ ճանապարհը, գուցե ոչ գերազանց ճանապարհը մանդատը չվերցնելն է։ Դուք այստեղ բանավեճ չունեք, երկուսն էլ նույն կարծիք են, բայց ես այնուամենայնիվ պետք է հակափաստարկները մեջ բերեմ, հա, այդ կապակցությամբ, որ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ընդդիմության զանգվածային հրաժարումը մանդատներից, չեմ ուզում օրինակները թվարկել, հա, կա Վրաստան եւ այլն, առաջացնում է 3 հիմնական հետևանք։ Իշխանությունը պահպանում է խորհրդանական մեծամասնությունը, շարունակում է իրականացնել իր լիազորությունները, ընդդիմությունը կորցնում է խորհրդանական վերահսկողության, օրենսդրական նախաձեռնությունների, քննիչանաժողովներ եւ ընդհանրապես քարոզչական օրակարգ ձևավորելու եւ մի շարք այլ հարցեր։ Այնքան դասական բան եք ասում, որ իմ մոտ տպավորությունն է, որ դա ոչ թե ընդդիմության նարատիվն է, այլ ChatGPT-ի։ Դասական առումով ամեն ինչ ճիշտ եք ասում։ Ես ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրեմ մի փաստի վրա, որ ես կոչ չեմ անում մանդատները չվերցնել։ Ես ուրիշ բան եմ։ Ես ուրիշ բան եմ ասում եմ, արեք այն ինչ ուզում եք, բայց մի փորձեք համ բան, sense ինստիտուցիոնալ լինեք, համ հեղափոխականը ընտրեք որն եք ուզում։ Իրենք հեղափոխական չեն։ Շատ լավ։ Այդ դեպքում հարցը լուծում է, թող գնան մանդատները վերցնեն, մենք էլ մեր Բայց իրենք այլ բան են առաջարկում։ Օրինակ երեք այսպիսի մի տարբերակ դրեց շրջանառության մեջ Սամվել Կարապետյանը, ասում է եկեք գնանք երկրորդ փուլի։ Եթե այդքան վստահ է իշխանությունը, որ հաղթել է, եկեք անցնենք երկրորդ փուլով, այդտեղ ձայներ փուշացնողները արդեն այլևս չեն լինի, եթե այդքան ապօրինությունների, թե չէ, ասում է այսքան ապօրինություններից հետո չի կարող լինել ինքը լեգիտիմ իշխանություն։ Ոնց եք վերաբերվում այս առաջարկին։ Չէ, գործնականորեն, ինչպես ասում են, թղթի վրա էլի ChatGPT-ի մակարդակում ամեն ճիշտ է, որտեղ Նիկոլ Փաշինյանը չի անցնի միանշանակ այդ դեպքում, որտեղ լիքը մարդիկ կգնան եւ ուղղակի այս գլխից էին գնում, որ ձայները չփոշիացնեն եւ ձայնը տալիս էին այն ուժերին։ Բայց իշխանությունը երբևէ չի գնա դրան, հազիվ են մոբիլիզացրել, հազիվ են իրար բերել։ Սա ինչ է, այն որ ասում է, թողեք գնդակը տան խաղանք, բայց գնդակը չտվին, դա չի լինի, իսկականից այդ նույն պատմությունն է։ Չէ, դա անհնար տարբերակ է, դա չի աշխատի, իշխանությունը հիանալի գիտի, որ ինքը այդ ձայները չունի։
ու երբեք չի տա այդ հնարավորությունը չի։ Վերջին հարցը, մեր զրույցը ավարտում է։ Այնուամենայնիվ, եթե, չգիտեմ, դուք իհարկե երիտասարդ եք, բայց հաստատ կհիշեք նախկին ընտրությունների այդ փորձերը, երբ որ քվեատուփ էին գողանում, վստահված անձ էին թունավորում եւ այլն եւ այլն եւ այլն։ Եթե սրա հետ համեմատենք այն ինչ որ տեղի ունեցել, այս ընտրությունների վերաբերյալ էս մուգ հոռետեսական գնահատականները չափազանցված չեն։ Տեսեք 3000 տարի առաջ մարդուն սպանում էին քարե հատիչով։ Ես էլի ստիպեցի, որ դուք կրկնեք այն ինչ որ ասել եք։ 300 տարի առաջ նետո աղեղով, հիմա դիպուկար հրացանով շարժառիթը եւ վերջնարդյունքը դրանից չի փոխվում։ Իհարկե, որպես մարդ, որ այդ ձեր ասած նույն թվականներին եղել է վստահված անձ, պայքարել այդ ընտրատեղամասերում կռիվ արել, գիշերը լույսերը տարել են մարմնի վրա ինչքան ֆանար եղել է, վառել է։ Եվ այս անգամ էլ լույսերը գնացին եւ այս անգամ էլ հաշվարկը դադարեցվեց եւ այս անգամ էլ բանակը բերվեց։ Հա, բայց մնաց ոնց որ այն անգամները, որի մասին ես եմ ասում, այդ վաղ ռեալ պետք էր քվեատուփը գրկել չտանեն, ու հետո մտածել ոնց անես, որ քեզ քվեատուփը գրկելու համար չասեն այ դու ես ուզում քվեատուփը գողանալ։ Այդ ֆատալիստական բանը, որ սա խայտարակ նմանը չունեցող ընտրություններ, Այդպես չի։ տես չի։ Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ մեր ակնկալիքները ընտրական process-ից շարունակում է մնալ բարձր ու այն խայտարակությունը, որ եղել է մինչև քվեարկության օրը, այդ խայտարակությունը այլևս պետք է տեղ չունենա Հայաստանում։ Դրա համար անհրաժեշտ է կամք ու գիտակցում, որը առնվազն այդ ընտրության կազմակերպիչները չունեն իրանց համար ինչ տեղի ունեցել։ Ճիշտ է տեղի ունեցել, հələ մի բան է քիչ են արել, հաջորդ անգամ ավելի շատ պետք է անեն։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար, հիշեցնենք, որ առավոտի 30 հաղորդաշարի տաղավարում այսօր հանդիպեցին Միասնության թևեր կուսակցության ցուցակի 9-րդ համար Անուս Սեթրակյանը եւ Բոլորին դեմ եմ կուսակցության ցուցակի 5-րդ համար Միքայել Նահապետյանը։ 30-ը վարեց Աննա Իսրայելյանը։